Այսօր մեր առաջին զրույցի թեման գոհությունն է։ Շատերն են կարծում, որ աղոթքը պարզապես Աստծուն ուղղված մի խնդրանք է, այնպես կարծես Աստծո մոտ եք գնում գնումների ցուցակով։ Դա շատ սահմանափակ եւ անհամապատասխան աղոթք է։ Աղոթքը պարզապես երաժշտական մի գործիք չէ, այլ մի ամբողջ նվագախումբ։ Այդ նվագախմբում շատ երաժշտական գործիքներ կան։ Մենք նրանցից 3-ին կանդրադառնանք՝ գոհություն, փառաբանություն եւ երկրպագություն։ Սրանք բոլորն էլ աղոթքի էական մասն են կազմում։ Եթե ձեռք եք բերել այնպիսի մի սովորություն, որ գալիս եք Աստծո առաջ ձեր գնումների ցուցակով առանց սովորելու, թե ինչպես այն ամբողջացնել հատկապես գոհությամբ եւ փառաբանությամբ, թույլ տվեք ասել, որ դուք շատ անգամ դատարկաձեռն կվերադառնաք ձեր գնումներից, քանի որ Աստված իրեն մոտենալու հատուկ պայմաններ է սահմանել։ Թույլ տվեք հենց սկզբից ասել, որ Աստծո մոտ իր ներկայության մեջ մտնել չենք կարող առանց գոհության եւ փառաբանության։ Աստված այն որպես անխախտ պայման է սահմանել։ Տարիներ առաջ խոսում էի բավականին հասուն մի քրիստոնյայի հետ։ Նա մոտավորապես իմ տարիքին էր եւ ավելի վաղուց էր ընդունել Տիրոջը, քան ես։ Նրան այստեղ շատերն են ճանաչում եւ նա մեկն է, ում խորապես հարգում եմ։ Լսելով իմ այն խոսքերը, որ չես կարող Աստծուն մոտենալ առանց գոհության եւ փառաբանության, նա ասաց. «Քրիստոնյա լինելուս ողջ տարիների ընթացքում երբեք նման բան չեմ լսել»։ Այն հիմնովին փոխեց նրա աղոթքի կյանքը։ Ուստի, եթե ցանկանում եք ունենալ պտղաբեր եւ հաջողակ աղոթքի կյանք, մենք այս երեկո կանդրադառնանք չափազանց կարևոր սկզբունքների։ Թույլ տվեք պարզապես մի փոքր օգնել ձեզ, տարբերակելու այս 3 հասկացողությունները՝ գոհություն, փառաբանություն եւ երկրպագություն։ Սրանք ամեն մեկն էլ Աստծուն մոտենալու եւ նրա հետ առնչվելու մի միջոց է։ Բայց սրանցից յուրաքանչյուրն էլ մեզ մոտեցնում է Աստծուն տարբեր բնագավառներով։ Այն շատ պարզ է։ Միգուցե բացառություններ տեսնեք, սակայն նայեք դրանց հետևյալ կերպ։ Գոհության միջոցով մենք ընդունում ենք Աստծո բարությունը, փառաբանության միջոցով Աստծո մեծափառությունը եւ երկրպագության միջոցով Աստծո սրբությունը։ Այսպիսով գոհությամբ ճանաչում ենք Աստծո բարությունը, փառաբանությամբ նրա մեծափառությունը եւ երկրպագությամբ, որը մարդկային հոգու ամենավեհ գործն է, հաղորդ ենք դառնում նրա սրբությանը։ Թույլ տվեք այժմ անդրադառնալ գոհությանը վերաբերող թեմային։ Ուզում եմ ձեզ համար կարդալ Եբրայեցիս 12-րդ գլխի 28-րդ խոսքը։ Այն բավականին հետաքրքիր է։ Կարդում եմ King James-ի նոր թարգմանությունից, որը շատ նման է բնօրինակին, բայց մի փոքր թարմացված տեսքով։ Ձեզանից ոմանք միգուցե ունեն միջազգային նոր թարգմանության տարբերակը։ Եթե այդպես է, ուրեմն կտեսնեք այս երկու թարգմանությունների տարբերությունը։ Դրա համար նախ թույլ տվեք կարդալ այն։ Ուստի անշարժ թագավորությունն ընդունած լինելով պինդ բռնենք այն շնորհը, որով պաշտում ենք հաճությամբ Աստծուն, ահով եւ երկյուղացությամբ։ Երբ King James-ի նոր թարգմանության մեջ ասվում է պինդ բռնենք շնորհը, միջազգային նոր թարգմանության տարբերակում ասվում է լինենք շնորհակալ։ Ուզում եմ ասել, որ այս երկու թարգմանություններն էլ ճիշտ են, քանի որ հունարենում շնորհ ունենալ բառի արմատը խարիսն է, որը նույնն է, ինչ շնորհակալ լինելը։ Չգիտեմ, թե ձեզանից քանիսը գիտեն ժամանակակից հունարեն, բայց թույլ տվեք ասել, որ շնորհակալություն բառը հունարեն հարիստո բառն է, որն էլ ուղիղ կապ ունի խարիս, այսինքն շնորհ բառի հետ։ Այսպիսով, ուղիղ կապ կա շնորհի եւ շնորհակալության միջև։ Անշնորհակալ մարդը Աստծո շնորհից դուրս է։ Եվ դուք երբևէ չեք կարող միաժամանակ լինել անշնորհակալ, բայց Աստծո շնորհի մեջ։ Սա կարող ենք լուսաբանալ ժամանակակից լեզուներից 3-ով, եւ հավանաբար ձեզանից ոմանք գիտեն սրա մասին։ Ֆրանսերեն grâce բառը,
որը ճիշտ նույն անգլերեն grace բառն է եւ գրվում է այնպես ինչպես անգլերենում, grace audio նշանակում է շնորհակալություն Աստծուն։ Իտալերեն շնորհակալություն բառը grazie բառն է եւ սերտորեն կապված է grace շնորհ բառի հետ։ Իսպաներեն gracias։ Ահա այս երեք ռոմանական լեզուներում, որոնց հիմքում ընկած է լատիներենը, պարզ երևում է շնորհի եւ շնորհակալության միջև եղող կապը։ Եվ ահա վերջապես այն, ինչ ուզում եմ շեշտել, շատ կարևոր է մեզ համար, եթե մենք անշնորհակալ լինենք, Աստծո շնորհի մեջ չենք կարող լինել։ Դուք չեք կարող լինել Աստծո շնորհի մեջ եւ միաժամանակ լինել անշնորհակալ։ Երբեք չեք կարող շնորհակալ լինելն առանձնացնել Աստծո շնորհից։ Ուստի երբ ասում ենք լինենք շնորհակալ, վստահ եղեք, որ սա նույնն է, ինչ լինենք Աստծո շնորհի մեջ։ Եվ կրկնում եմ, առանց շնորհակալ լինելու չեք կարող լինել շնորհի մեջ։ Կցանկանաք ինձ հետ ասել այդ, ուզում եմ, որ այն հատուկ շեշտվի, ես կասեմ եւ դուք կրկնեք ինձանից հետո։ Մենք չենք կարող լինել շնորհի մեջ առանց շնորհակալ լինելու։ Փառք Աստծուն։ Այժմ եկեք արագ կերպով մի քանի տեղեր նայենք շնորհակալության մասին, հատկապես Պողոսի թղթերից։ Կկարդանք Պողոսի 4 թղթերից։ Սկսենք Կողոսացիս 3-րդ գլխի 15-ից 17-րդ խոսքերը։ Կողոսացիս 3-րդ գլուխ 15-ից 17։ Եվ Աստծո խաղաղությունն իշխի ձեր սրտերում, որի մեջ էլ կանչվեցիք մեկ մարմնում եւ գոհացող եղեք։ Սա պարզապես առաջարկ չէ, այլ հրաման։ Գոհացող եղեք։ Ապա նա շարունակում է. Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես ամեն իմաստությունով, իրար սովորեցրեք եւ խրատեցեք սաղմոսներով եւ օրհնություններով եւ հոգեոր երգերով եւ շնորհով օրհներկեցեք Տիրոջը ձեր սրտերում։ Եւ ամեն ինչ, որ էլ անեք խոսքով կամ գործով, ամենը Տեր Հիսուսի անունով արեք, գոհություն տալով Աստծուն եւ Հորը նրա միջոցով։ Ուստի երբեք իրավունք չունենք ինչ որ բան անել առանց Աստծուն գոհություն հայտնելու։ Երկու միջոց կա, որոնցով կարող ենք ամեն ինչ անել, Հիսուսի անունով եւ նրանով Աստծուց գոհանալով։ Եվ հետևաբար կարող ենք ունենալ մի գեղեցիկ սահմանում։ Երբեմն երիտասարդները գալիս են ինձ մոտ եւ ասում. ճիշտ է արդյոք այն, ինչ անում եմ, նկատի ունենալով, որ զվարճալի վայր են գնում կամ նման տեղ այցելում։ Ես ասում եմ, եթե դա կարող ես անել Տիրոջ անունով կամ դրանով փառք ես բերում Աստծուն, ուրեմն ճիշտ է, իսկ եթե ոչ, ուրեմն սխալ ուղու վրա ես։ Ահա սա է սահմանափակում մեր ազատ կյանք վարելը։ Ինչ էլ որ անես, լինի խոսքով թե գործով, արա միայն Տեր Հիսուսի անունով եւ գոհություն հայտնելով նրան։ Ուստի գոհանալը պարզապես մեր հայեցողության հարցը չէ, այն շատ կարևոր է։ Ապա Եփեսացիս 5-րդ գլխի 18-րդ խոսքում Պողոսն ասում է, թե ինչ է նշանակում անընդհատ լցված լինել Սուրբ Հոգով։ Նա ասում է՝ մի արփենակ գինով, որում անառակություն կա, այլ լցվեցեք Հոգով։ Do not be drunk with wine, in which is dissipation, but be filled with the Spirit. Ուշագրավ է այն, որ եկեղեցին շատ է կենտրոնանում բացասականի վրա եւ անտեսում դրականը, այդպես չէ։ Ես ի նկատի ունեմ այն, որ բոլորն էլ գիտեն, որ չպետք է արփել գինով, բայց ձեզանից քանիսը գիտեն, որ պետք է լցվել Սուրբ Հոգով։ Իսկ ո՞րն է Սուրբ Հոգով լցված լինելու արդյունքը, այս հարցի պատասխանը կգտնեք հաջորդ խոսքում։ Խոսելով ձեր մեջ սաղմոսներով եւ օրհնություններով եւ հոգեոր երգերով երգեցեք եւ սաղմոսեցեք ձեր սրտերում Տիրոջը, եւ որն է գագաթնակետը, ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացեք Աստծուց եւ Հորից մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Այսպիսով, երբ լցված լինեք Սուրբ Հոգով, դուք շարունակ կգոհանաք Աստծուց։ Ձեր հոգու լեցունությունը կարող եք որոշել նրանով, թե ինչքան ժամանակ եք հատկացնում Աստծուց գոհանալու համար։ Որովհետև, երբ դադարում եք Աստծուց գոհանալ, ուրեմն ձեզ մոտ ինչ որ բան այն չէ։ Համոզված եղեք, դա այդպես է։ Եվ ապա նորից առաջին Թեսաղոնիկեցիս 5-րդ գլխի 16-ից 18-րդ խոսքերը։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ 16-ից 18։ Սրանք համարվում են նոր կտակարանի ամենակարճ համարներից մեկը, սակայն խոսում են շատ բանի մասին։ Առաջին Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ 16-ից 18։
Ամեն ժամանակ ուրախ եղեք, շատ հեշտ է ասել այնպես չէ, սակայն սրա համար շնորհ է պետք։ Անդադար աղոթք արեք։ Երբեք աղոթքը մի դադարեցրեք ասելով այսպես, արդեն վերջացրի աղոթքը։ Կարծեմ Սմիթ Վիգսվորթի մասին են ասում, որ նա երբեք կես ժամից ավել չի աղոթել, սակայն կես ժամից ավել նա երբեք առանց աղոթքի չի մնացել։ Սա անդադար աղոթելու հիանալի օրինակ է։ Եվ ապա երրորդ կարևոր մասը, ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ վրա Հիսուս Քրիստոսում։ Իսկ ո՞րն է Աստծո կամքը Հիսուս Քրիստոսում, ամեն ինչում գոհանալը։ Ուստի եթե դուք չեք գոհանում, դուք Աստծո կամքից դուրս եք։ Հասկանում եք։ Ես շատ քրիստոնյաների հետ եմ ծառայել, որոնք ճիշտ տեղում էին եւ լավ էին աշխատում, սակայն Աստծո կամքի մեջ չէին, եւ դրա պատճառը ոչ թե գտնվելու վայրը կամ աշխատանքն էր, այլ այն, որ նրանք դադարել էին ամեն ինչում գոհանալուց։ Այսպիսով միշտ հիշեք, այն պահին, երբ դադարում եք Աստծուց գոհանալ, դուք դուրս եք գալիս Աստծո կամքից։ Կարևոր չէ, թե ինչ եք անում, կարևորն այն է, որ դուք Աստծուն չեք արձագանքում։ Այժմ նայենք Փիլիպպեցիս 4:6 խոսքը։ Փիլիպպեցիս 4:6 խոսքը. Ոչինչ հոգս մի արեք, այլ ամեն բանում աղոթքով եւ աղաչանքով եւ գոհությունով ձեր խնդրվածները թող հայտնի լինեն Աստծուն։ Երբեք որևէ բան մի խնդրեք առանց Աստծուց գոհանալու։ Տարիներ առաջ Ջոն Ուեսլիի լրագրերը մեծ ազդեցություն թողեցին ինձ վրա։ Միշտ հիշում եմ այս խոսքի մասին նրա մեկնաբանությունը։ Խոսքն ասում է. ամեն բանում աղոթքով եւ աղաչանքով։ Եվ նա առանձնացնում է այս երեք բառերը ամեն բանում աղոթքով եւ ասում. ես համոզված եմ, որ Աստված ամեն բան անում է աղոթքի միջոցով եւ հակառակը ոչինչ չի անում առանց աղոթքի։ Հավատում եմ, որ սա հիմնարար ճշմարտություն է։ Բայց Պողոսն այստեղ ասում է. ոչ մի խնդրվածք առանց գոհության Աստծո առաջ մի բերեք, ինչ խնդրվածք էլ որ ունեք գոհության բերեք Տիրոջ առաջ։ Եվ ահա կանդրադառնանք այն հարցին, որի մասին արդեն խոսել եմ։ Խոսքս Աստծուն մոտենալու մասին է։ Սրան վերաբերող ամենահարմար խոսքը գրված է Սաղմոս 100-ում, որն ինձ համար շատ գեղեցիկ եւ հարազատ Սաղմոս է։ Այստեղ խոսվում է Աստծո տուն մտնելու եւ նրան մոտենալու մասին։ 4-րդ խոսքն ասում է. մտեք նրա դռները գոհությունով եւ նրա սրահները փառաբանությունով, գոհացեք նրանից եւ օրհնեցեք նրա անունը։ Ուշադրություն դարձրեք, որ գոյություն ունի Աստծո ներկայության մեջ մտնելու երկու աստիճան։ Առաջինը դռներն են եւ երկրորդը սրահները։ Դռներն են, որ մուտք են հանդիսանում դեպի սրահները եւ սրահներով էլ մտնում ենք Աստծո տուն։ Բայց դուք չեք կարող մտնել այնտեղ, եթե ոչ նշված ճանապարհով։ Նրա դռները գոհությունով եւ նրա սրահները փառաբանությունով։ Աստծո ներկայության մեջ մտնելու առաջին միջոցը գոհությունն է, իսկ երկրորդը փառաբանությունը։ Լիովին համոզված եմ, որ ոչ ոք չի կարող մտնել Աստծո ներկայության մեջ, մինչև նա չանցնի այդ նշված ուղիով, գոհությամբ եւ փառաբանությամբ։ Միգուցե ձեզանից ոմանք ժամեր շարունակ աղոթել են, սակայն զգացել են, որ Աստծո ներկայությունից հեռու են։ Պարզապես պատճառն այն է, որ դուք ճիշտ ճանապարհով չեք մտել նրա ներկայության մեջ։ Դուք կարող եք կանգնել դռների մոտ եւ կանչել Աստծուն, եւ նա կլսի ու կգթա ձեզ, բայց դուք չեք կարող նրա ներկայության մեջ մտնել, մինչև չգոհանաք եւ չփառաբանեք Աստծուն։ Սա նրա պատվերն է եւ նա չի պատրաստվում փոխել այն։ Այժմ միգուցե ասեք կամ իհարկե ոչ դուք, այլ շատերը կարող են ասել. լավ, իրականում չկա ինչ-որ բան, որի համար գոհանամ Աստծուց, ինչու պետք է գոհանամ նրանից, ամեն ինչ սխալ է ընթանում եւ կյանքս էլ քաոսի է վերածվել, ինչու պետք է գոհանամ Աստծուց։ Լավ, այս դեպքում Սաղմոս 2:5-րդ համարում 3 պատասխան է տալիս, այն ասում է. գոհացեք նրանից եւ օրհնեցեք նրա անունը, ինչու, որովհետեւ Տերը բարի է եւ նրա ողորմությունը հավիտյան է, նրա ճշմարտությունը ազգից մինչեւ ազգ։ Այս երեքը միշտ ճշմարիտ են, անկախ ձեր զգացումներից, անկախ ձեր կյանքի հանգամանքներից սրանք երբեք չեն փոխվում։ Տերը միշտ բարի է, նրա ողորմությունը հավիտյան է,
նրա ճշմարտությունը բոլոր ազգերի համար։ Հետևաբար դուք ունեք 3 անփոփոխ մշտական պատճառ Աստծուց գոհանալու համար։ Ձեր զգացումների եւ իրավիճակների վրա մի կենտրոնացեք, այլ կենտրոնացեք Աստծո բնության այս հավիտենական անփոփոխ ասպեկտների վրա, թե ինչպիսին է նա։ Եվ դուք անդադար կգոհանաք Աստծուց։ Մենք բոլորս էլ բավականին շատ պատճառներ ունենք Աստծուց գոհանալու եւ շատ ամոթ է, երբ չենք գոհանում։ Եվ հիմա Ղուկասի ավետարանի 17-րդ գլխում ես այն չեմ կարդա, բայց այնտեղ մի պատմություն կա 10 բորոտների մասին, որոնք հանդիպեցին Հիսուսին։ Դուք գիտեք, որ բորոտներն իրավունք չունեին որևէ մեկին մոտենալու, քանի որ նրանք պիղծ էին համարվում։ Նրանք պետք է շարունակ աղաղակեին. «Անմաքուր եմ, անմաքուր եմ», զգուշացնելով մյուսներին հեռու մնալ իրենցից, որովհետև նրանց հիվանդությունը վարակիչ էր։ Բայց այստեղ գրված է, որ նրանք հեռվից բարձրացրեցին իրենց ձայները եւ կանչեցին Հիսուսին ասելով. «Հիսուս, վարդապետ, ողորմիր մեզ»։ Եվ Հիսուսն էլ նրանց շատ պարզ պատասխան տվեց ասելով. «Գնացեք եւ ձեզ քահանաներին ցույց տվեք»։ Երբ բորոտը բժշկվում եւ մաքրվում էր, նա պետք է իրեն ցույց տար քահանային, որպեսզի վերջինս հաստատեր, որ նա այլևս վարակիչ չէ։ Ուստի նրանց ասելով, թե գնացեք եւ ձեզ քահանաներին ցույց տվեք, Հիսուսն ասում էր. «Դուք ճանապարհին կբժշկվեք, երբ որ հասնեք այնտեղ, քահանան կհաստատի, որ դուք այլևս բորոտ չեք»։ Տեսեք, սա հավատք է։ Երբեմն մենք բժշկվում ենք, երբ գնում ենք։ Եթե մենք ուղղակի ամուր կանգնենք եւ ասենք, որ ոչինչ չի պատահել, ուստի ոչինչ էլ չի պատահի։ Բարի, նրանք բոլորն էլ բժշկվել էին, բայց միայն մեկը, որ սամարացի էր եւ ոչ թե հրյա, վերադարձավ եւ շնորհակալություն հայտնեց Հիսուսին։ Եվ նա երեսնիվայր ընկավ եւ գոհացավ նրանից։ Հիսուսն էլ ասաց. «Չէ՞ որ 10-ն էլ սրբվեցին, ապա այն 9-ը ուր են։ Ինչու միայն այս այլազգին եկավ եւ ինձանից գոհացավ»։ Եվ ապա այդ մարդուն ասաց. «Քո հավատքը քեզ փրկեց, գնա խաղաղությամբ»։ Լեզուն շատ կարևոր է։ Անգլերեն այն այդքան հստակ չի հնչում։ Նրանք բոլորն էլ մաքրվել էին, սակայն միայն մեկը, ով վերադարձավ գոհանալու, փրկվեց։ Նրանք բոլորն էլ ֆիզիկապես փրկություն ստացան, սակայն միայն մեկը, որ վերադարձավ եւ գոհացավ, ստացավ հավիտենական բժշկություն եւ փրկություն։ Նա նաև միակն էր, որ մոտեցավ Հիսուսին։ Ուստի տեսնում եք, առանց գոհության Աստծո ներկայության մեջ մուտք չունենք։ Եվ ահա մեկ ուրիշ կարևոր փաստ գոհության մասին։ Եվ այն բանալի է, որ բացում է Աստծո հրաշքների գերբնական զորությունը։ Խոսենք նաև մի շատ նշանակալի օրինակի մասին Հովհաննեսի ավետարանի 6-րդ գլխից։ Մի միջադեպ 5000 հոգուն կերակրելու մասին։ Հիշում եք, Հիսուսի մոտ 5000 հոգու չափ բազմություն էր հավաքվել, որոնք քաղցած էին, իսկ նրա մոտ կար միայն մի փոքրիկ տղա, 5 փոքրիկ հացով եւ 2 ձկով։ Բայց նա ասաց. «Նստեցրեք ժողովրդին եւ մենք կկերակրենք նրանց»։ Եվ այն գրված է Հովհաննես ավետարանի 6-րդ գլխի 11-րդ խոսքում։ In verse 11 of John chapter 6. And Jesus Եվ Հիսուսը հացերն առավ, գոհացավ եւ բաժանեց աշակերտներին։ Եվ աշակերտներն էլ նստողներին, նույնպես էլ ձկներից, որչափ որ կամեցան։ Եվ երբ որ կշտացան, նրանք բոլորն էլ հագեցան եւ դեռ ուտելիքն ավելացավ նրանց մոտ։ Ասաց իր աշակերտներին. «Ժողովեցեք ավելացած կտորները, որ ոչ մի բան չկորչի»։ Ուզում եմ ընդգծել, որ նա չաղոթեց եւ Աստծուն չխնդրեց ինչ-որ բան անել։ Նա պարզապես Աստծուց գոհացավ այն ամենի համար, ինչ ուներ իր ձեռքում։ Ըստ երևույթին պետք է, որ Հովհաննեսը շատ տպավորված լինել, քանի որ 23-րդ խոսքում նա նկարագրում է ինչ-որ նավերի ժամանելու մասին, սրա մասին մենք մանրամասն չենք խոսի, սակայն 23-րդ խոսքն ասում է,
Բայց Տիբերիայից ուրիշ նավեր եկան այնտեղ, ուր հաց կերան Տիրոջից գոհանալով։ Այսպիսով Հովհաննեսը տպավորված էր այս հրաշքով, որը եղավ ոչ թե երկար աղոթքի, այլ պարզ գոհության արդյունքում։ Եվ ես իրականում հավատում եմ, որ շատ ժամանակ մենք Աստծո զորության ականատեսը չենք լինում, քանի որ չենք գոհանում։ Մի փոքր ուշ Հովհաննեսի ավետարանի 11-րդ գլխում տեսնում ենք Հիսուսին կանգնած Ղազարոսի գերեզմանի առջև, որն արդեն 4 օր էր թաղված էր։ Նա այստեղ էլ երկար չի աղոթում, այլ պարզապես ասում է. «Հայր, շնորհակալ եմ, որ միշտ լսում ես ինձ»։ Ահա, սա էր նրա աղոթքը։ Ապա նա կանչեց Ղազարոսին, եւ Ղազարոսը դուրս եկավ։ Ես իրոք հավատում եմ, որ միշտ ձեռք չբերենք Աստծուց գոհանալու սովորությունն այնպես, ինչպես նկարագրվում է այստեղ, Աստծո գերբնական զորությունը մեր կյանքում չենք տեսնի։ Ճիշտն ասած, դեռ չեմ բացահայտել մի դեպք, որ երկար աղոթքով տեսնենք Աստծո զորության արձակումը։ Իրականում Աստվածաշնչում հիշատակած ամենազորավոր աղոթքները շատ կարճ են։ Ուշադրություն դարձնենք Մովսեսի աղոթքին Մարիամի համար, եւ վերջինս բորոտ էր դարձել իր եղբորը քննադատելու պատճառով, նա ասաց. «Տեր, բժշկիր նրան»։ Սա էր ամենը, որ նա ասաց։ Կարծում եմ, որ եթե մեր խնդրվածներին մի փոքր գոհություն ավելացնենք, մեր խնդրվածներն ավելի կարճ կհնչեն, բայց միաժամանակ ավելի արդյունավետ։ Այժմ մեր ուշադրությունը դարձնենք այս ճշմարտության մութ կողմին, որը գոհության հակառակն է։ Նայենք, թե ինչ է ասում Աստվածաշունչն այդ մասին։ Այն շատ է խոսում դժգոհության մասին։ Պարզապես ձեզ հետ կկիսվեմ այն սուբգրային համարներով, որոնք շատ կարևոր պնդումներ են Աստվածաշնչում։ Հռոմեացիս առաջին գլխում Պողոսը շատ վարպետորեն է խոսում մարդկության անկման մասին։ Մարդու անկումը Աստծո գիտությունից, սարսափելի մեղքերի և չարության մեջ։ Եվ Հռոմեացիս առաջին գլուխն ավարտվում է Աստվածաշնչում երբևէ հիշատակված մարդկային այլասերվածության, թշվառության և չարության ամենասարսափելի ցանկով։ Կարող եք հարցնել, ինչպես եղավ մարդկության այդ անկումը։ Պատասխանը գրված է Հռոմեացիս առաջին գլխի 21-րդ խոսքում։ Այն ասում է. որովհետև Աստծուն ճանաչելով, նրան Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան։ Սրանք մարդկության անկման առաջին երկու աստիճաններն են դեպի այն մութ փոսը, որի մասին խոսվում է գլխի վերջում։ Եվ որոնք են դրանք, ահա այդ երկու բացասական աստիճանները։ Նրանք Աստծուն վայել չփառավորեցին և շնորհակալ չեղան։ Ուզում եմ ասել, որ ամեն անգամ, երբ դադարում ենք գոհանալ Աստծուց, մենք անկման ճանապարհին ենք։ Այն շատ վտանգավոր է։ Նույնիսկ մի սկսեք այդ ճանապարհը, որովհետև վերադարձն այնտեղից չափազանց դժվար է։ Ահա երկրորդ Տիմոթեոսի 3-րդ գլխում նորից տեսնում ենք մեկ այլ ահարկու ցանկ։ Հետաքրքիր է համեմատել Հռոմեացիս առաջին և երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխները։ Հռոմեացիս առաջին գլուխը կարելի է անվանել մարդկային տրամաբանական դրսևորումը, իսկ երկրորդ Տիմոթեոսի 3-րդ գլուխը մարդկության պատմական դրսևորումը։ Իսկ ինչպիսին կլինի մարդկությունն աշխարհի վերջից առաջ, ահա այդ պատկերը, որ զետեղված է երկրորդ Տիմոթեոսի 3-րդ գլխի առաջին խոսքում։ Սա իմացիր, որ հետին օրերում չար ժամանակներ կգան։ Իսկ ինչ կլինի չար ժամանակներում։ Մարդու էության անկում։ Որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր։ Սա է ողջ խնդրի արմատը։ Արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ,
ապերախտ, իսկ որն է հաջորդ բառը, անսուրբ։ Տեսնում եք, որտեղ է գտնվում ապերախտ բառն այս ցուցակում անսուրբ բառի մոտ։ Պետք է ասեմ, որ ապերախտ լինել նշանակում է լինել անսուրբ։ Չենք կարող սուրբ լինել և միաժամանակ ապերախտ։ Եթե գոհացող եք, այն շատ մեծ խթան է սրբանալու համար։ Իսկ որն է գոհանալու հականիշը, ինչպիսի նախանշան ունի այն։ Նկարագրող բառեր շատ կան, սակայն համաձայն Աստվածաշնչի այն է տրտնջալ կամ ավելի ժամանակակից արտահայտությունը բողոքել։ Թույլ տվեք ասել, որ իրականում մեր արտահայտությունները կամ դրական կամ բացասական իմաստ են պարունակում։ Շատ քիչ արտահայտություններ կան, որ չեզոք են։ Այսպիսով, եթե մենք գոհացող չենք, ապա համոզված եղեք, որ մեր վերջը դժգոհությունն ու տրտունջն է։ Ցույց մի տվեք, բայց ձեզանից քանիսն են այդ կարգավիճակում։ Մի տիկին բարձրացրեց իր ձեռքը, նա պարզապես չկարողացավ զսպել իրեն։ Կարծում եմ համաձայն եք, որ դա դժբախտություն է, պարզապես մի եղեք այդպիսին։ Եկեք նայենք, թե ինչ է ասում Պողոսը առաջին Կորինթացիս 10-րդ խոսքում։ Նա զգուշացնում է քրիստոնյաներին չանել այն նույն սխալը, ինչն Իսրայելն արեց Եգիպտոսից դուրս գալուց հետո։ 7-րդ խոսքն ասում է. Եվ կռապաշտ մի եղեք, ինչպես նրանցից ոմանք։ 8-րդ խոսք. Եվ պոռնկություն էլ չանեք։ 9-րդ խոսք. Եվ Քրիստոսին էլ չփորձեք, եւ ապա 10-րդ խոսքում ասում է. Եվ չտրտնջակել, ինչպես նրանցից էլ ոմանք տրտնջացին եւ սատակչի ձեռքով կորան։ Սրա մասին շատ օրինակներ կան, սակայն եթե նայենք թվոց 21-րդ գլուխը, Իսրայելի ժողովուրդն ընկճվել եւ անամբեր էր դարձել երկար հոգնեցուցիչ ճամփորդությունից։ Նրանք սկսեցին տրտնջալ Աստծո եւ Մովսեսի առջև։ Աստված թունավոր օձեր ուղարկեց, որոնք խայթեցին Իսրայելի ժողովրդին եւ նրանք սկսեցին մահանալ։ Այսպիսով, պարզապես ոչ մի բանում մի տրտնջացեք, որովհետև թունավոր օձերը կխայթեն ձեզ։ Խոսքս ուղղակի ֆիզիկական խայթի մասին չէ, այլ ամեն տեսակի թույն, որ կարող է ձեր կյանք մուտք գործել տրտունջի և դժգոհության միջոցով։ Այսպիսով, մենք իրոք դեմ առ դեմ ենք դուրս գալիս այս երկու հակադիր հնարավորություններին՝ լինել գոհացող կամ էլ տրտնջացող։ Ինքներդ որոշեք և թող այն ձեր կամքով լինի։ Ես որոշում եմ գոհացող լինել։ Ես ուզում եմ սուրբգրային հիմքեր և պատճառներ գտնել գոհության համար և գործնականորեն գոհանալ Աստծուց ամեն ժամանակ։ Սա մեր երկրորդ զրույցն է գոհություն, փառաբանություն և երկրպագություն թեմայով։ Առաջին զրույցը գոհության մասին էր, իսկ այս երկրորդ զրույցը կլինի փառաբանության մասին։ Առաջին զրույցի ընթացքում ասացի և հիմա ցանկանում եմ կրկնել, որ մարդկային հոգու այս երեք գործողությունները՝ գոհությունը, փառաբանությունը և երկրպագությունը, մեզ թույլ են տալիս բացահայտել Աստծո բնության երեք դրույթները։ Գոհությամբ բացահայտում ենք Աստծո բարությունը, ամեն բարի բաները, որ նա անում է մեզ համար։ Փառաբանությամբ բացահայտում ենք Աստծո մեծափառությունը, դա մեր համապատասխան վերաբերմունքն է նրա ակնածանք ներշնչող մեծությանը և վերջապես երկրպագությամբ բացահայտում ենք Աստծո սրբությունը։ Այժմ մեր երկրորդ զրույցի ընթացքում կկենտրոնանանք փառաբանության վրա։ Այն լույսի ներքո, որ ասացի Աստծո մեծափառությունը բացահայտելու մասին, կարծում եմ ավելի հարմար է սկսել 48 Սաղմոսի առաջին խոսքից։
Մեծ է Տերը եւ շատ օրհնյալ մեր Աստծո քաղաքում իր սուրբ սարի վրա։ Այսպիսով Աստծո մեծափառությունը բացահայտելը կախված է նրան շատ մեծարելուց եւ փառաբանելուց։ Այլ կերպ ասած, փառաբանությունը պետք է համապատասխանի նրա մեծափառությանը, որն իրականում նշանակում է, որ այն պետք է սահմանափակ չլինի։ Մենք երբեք չենք կարող թերագնահատել փառաբանության զորությունն ու հնարավորությունները։ Սաղմոս 100-ը կարդալիս խոսում էին գոհության մասին եւ արդեն տեսանք, որ գոհությունն Աստծուն մոտենալու առաջին աստիճանն է, իսկ փառաբանությունը երկրորդ աստիճանն է։ Գոհության մասին խոսելիս մենք շրջանցեցինք փառաբանությունը։ Թույլ տվեք ասել, որ երկուսն էլ, թե գոհությունը եւ թե փառաբանությունը շատ կարեւոր հոգեբանական ազդեցություն են գործում։ Եթե Աստծո առաջ են գալիս մեզ համար շատ դժվար եւ անհնարին մի մեծ խնդրանքով, ինչքան շատ գոհանանք այն ամենի համար, որ նա արդեն արել է, այնքան ավելի հեշտ կլինի մեզ համար հավատալ եւ վստահել իրեն մեր խնդրանքի մեջ։ Բայց եթե նրա առջև գոհությամբ չգանք, ապա հավատքի համար մեր հոգում ոչ մի հիմք չենք ունենա։ Ուստի եկեք հիմա նորից նայենք Սաղմոս 100-ը 4 եւ 5-րդ խոսքերը։ Մտեք նրա դռները գոհությունով, նրա սրահները փառաբանությունով։ Գոհացեք նրանից եւ օրհնեցեք նրա անունը։ Ոչ մի կերպ չենք ձանձրանա կրկնել Աստծուց գոհանալու եւ նրան փառաբանելու 3 պատճառները, որովհետև Տերը բարի է, նրա ողորմությունը հավիտյան է եւ նրա ճշմարտությունը ազգից մինչև ազգ։ Եթե բացել եք ձեր աստվածաշնչերը, ինչու միասին չկարդանք այն որպես հավատքի մի քայլ, որովհետև Տերը բարի է, նրա ողորմությունը հավիտյան եւ նրա ճշմարտությունը ազգից մինչև ազգ։ Հիմա եկեք ասենք շնորհակալություն Տեր։ Ամեն։ Սա այս դասի կիրառումն է։ Այժմ Եսայիա մարգարեության 60-րդ գլխում մի գեղեցիկ նկարագիր կա, որ ուզում եմ ներկայացնել։ Սա Եսայիա մարգարեության վերջին գլուխներից ամենափառահեղ հատվածներից մեկն է։ Եսայիա 60 18-րդ խոսքը, սա Աստծո քաղաքի նկարագրությունն է, մի քաղաք, ուր ներս մտնելու իրավունք ենք ստանում Հիսուսի արյամբ եւ մեր փրկությամբ։ Եսայիա 60-րդ գլխի 18-րդ խոսքում շատ գեղեցիկ է նկարագրված այդ քաղաքը։ Այլևս լսելի չի լինի քո երկրում բռնություն եւ ավերում եւ կոտորած քո սահմաններում։ Մենք կարող ենք մտնել Աստծո ներկայության մեջ միտեղ, ուր բռնությունն ու ավերումը պարզապես հեռվից շշուկով լսվող արձագանք են եւ դրանք իրապես Աստծո ներկայության մեջ գոյություն ունենալ չեն կարող։ Իսկ հետո ինչպես պետք է մտնենք այնտեղ։ Եվ դու փրկությունը կկոչես քո պարիսպները եւ քո դռները օրհնաբանությունը։ Պարիսպները, որ շրջապատում են Աստծո ներկայությունը, փրկությունն է, եւ բոլոր դռներն ունեն մեկ կոչում, որն է օրհնաբանություն։ Այլ կերպ ասած, եթե ուզում եք գտնվել պատերից այն կողմ, որ դռնով պետք է մտնեք ներս, փառաբանություն ճիշտ է։ Եթե չփառաբանեք, ներս մտնելու իրավունք չեք ունենա։ Դա է Աստծո ներկայության մեջ մտնելու միակ ճշմարիտ ուղին։ Այժմ այստեղ ուզում եմ ձեզ ցույց տալ 7 սուրբգրային փաստեր փառաբանության մասին։ Շատ ավելին կա, բայց կարծում եմ սրանք ամենակարևորներն են եւ օգնում են մեր հավատքի զարգացմանը։ Նախ եւ առաջ եկեք նայենք Սաղմոս 22-ի 3-րդ խոսքը, որն ուղղված է Տիրոջը։ Թարգմանության իմ տարբերակն ասում է. բայց դու սուրբ ես, ով Իսրայելի գովությունների մեջ բնակվողդ։ Բայց եբրայերեն բնագրում բնակվել բառի փոխարեն գործածված է նստել բառը, որպես ապացույց ասեն, որ Իսրայելում, երբ մարդիկ մեզ հարցնում էին, թե որտեղ ենք ապրում, մեր պատասխանը եբրայերենով հետևյալն էր. մենք նստում ենք Երուսաղեմում։
Եբրայերենում դա նշանակում է բնակվել, եւ այսպիսով, չնայած որ շատ ճիշտ է ասել, որ դու սուրբ ես, որ բնակվում ես Իսրայելի գովություններում, ճիշտ է նաեւ ասել, որ դու նստում ես Իսրայելի փառաբանության վրա։ Իսկ ինչի վրա է նստում Աստված։ Գահի։ Ուստի կա թարգմանության մի տարբերակ, որտեղ ասվում է. դու սուրբ ես, որ գահակալում ես Իսրայելի փառաբանությամբ։ Ուստի երբ փառաբանում ենք Աստծուն, այնպես ինչպես մի հայտնի երգում է ասվում, թե մենք գահ ենք պատրաստում նրա համար, որ նա գա եւ նստի մեր մեջ, մենք նրան որպես թագավոր գահ ենք առաջարկում։ Բայց նա շատ բարեսիրտ է, նա երբեք չի պահանջում։ Նա կգա մեզ մոտ, բայց մենք չենք ճանաչի իր թագավորությունը, մինչև նրա համար փառաբանությամբ գահ չպատրաստենք։ Այսուհետ, երբ հավաքվեք եւ սկսեք փառաբանել Աստծուն, միշտ հիշեք, որ Հիսուսի համար որպես թագավոր գահ եք պատրաստում։ Դու սուրբ ես, որ գահակալում ես Աստծո ժողովրդի փառաբանության մեջ։ Եվ հիմա մեկ այլ Սաղմոս, Սաղմոս 106, 47-րդ խոսքը փառաբանությունը ներկայացված է որպես մի նպատակ, որի համար Աստված օրհնում է մեզ։ Եվ այն մեզ տանում է դեպի հաղթություն։ Թույլ տվեք Սաղմոսների վերաբերյալ մի բան ցույց տալ։ Եբրայերեն այն Թեհիլիմ բառն է, որը նշանակում է փառաբանություններ։ Ահա սա է գրքի վերնագիրը, եւ եթե ուսումնասիրեք Աստվածաշունչը, ապա կտեսնեք, որ ամենաերկար գիրքն Աստվածաշնչում Սաղմոսների գիրքն է, այն կոչվում է փառաբանություններ։ Այսպիսով, դա մի միջոց է, որով բացահայտում ենք Աստծո բնության մի մեծ տարր, որը նրա փառքն է։ Եթե ձեզ համար դժվար է փառաբանել Աստծուն, ապա առաջարկում եմ շատ ժամանակ տրամադրել Սաղմոսներ կարդալուն։ Նույնիսկ բարձրաձայն կարդացեք, եթե մենակ եք։ Ուղղակի կարդացեք եւ ասեք. «Տեր, սա է իմ աղոթքը, ես սա քեզ համար եմ կարդում, սա Սաղմոսերգուի Սուրբ Հոգուց ներշնչված աղոթքն է եւ ես կարդում եմ այն»։ Հավատում եմ, որ շատ շուտով դուք կհասկանաք, որ փառաբանությունը շատ հարազատ է դարձել ձեզ։ Դուք փառաբանելու սովորություն ձեռք կբերեք։ Այնուամենայնիվ եկեք նայենք, թե ինչ է ասում Սաղմոսերգուն 106 Սաղմոսի 47-ում. «Փրկիր մեզ, ով Տեր մեր Աստված, եւ ժողովիր մեզ հեթանոսների միջից, որ գոհանանք քո սուրբ անունից եւ օրհնությունովդ պարծենանք»։ Մեկ այլ թարգմանությամբ հաղթանակենք փառքիդ մեջ։ Նորից ուշադրություն դարձնենք բառերի դասավորությանը գոհություն եւ ապա օրհնություն։ Հետևաբար, երբ փառաբանում ենք Աստծուն, մենք հաղթանակ ենք տոնում։ Հաղթանակը հին Հռոմում եւ ընդհանրապես հին աշխարհում ոչ թե հաղթելն էր, այլ տոնախմբությունն ու ցնծությունը այն հաղթության համար, որ արդեն ձեռք էր բերվել։ Եվ ասպիսով, երբ իրոք փառաբանում ենք Աստծուն, մենք նրանից հաղթություն չենք խնդրում, այլ տոնում ենք այն փաստը, որ հաղթությունն արդեն կատարված է։ Մենք միանում ենք նրա հաղթարշավին։ Պողոսը 2 Կորինթացիս 2 գլխի 14-րդ խոսքում ասում է. «Բայց շնորհակալություն Աստծուն», ուշադրություն դարձրեք շնորհակալություն բառին, որ ամեն ժամանակ մեզ հաղթող է անում Քրիստոսում։ Հաղթարշավի ժամանակ հաղթանակած հրամանատարին սպիտակ ձիով եւ կառքով տանում էին Հռոմի փողոցներով, որտեղ մարդիկ մայթերում եւ փողոցի եզրերում կանգնած ողջունում եւ փառավորում էին նրան։ Եվ բոլոր գերիներին, այն թշնամիներին, որոնց նա պարտության էր մատնել, շղթայած տանում էին նրա ետևից։ Ահա սա էր պատկերը։ Իսկ որ խմբին ենք մենք պատկանում։ Մենք շղթայվածների մեջ չենք։ Մենք նույնիսկ մայթերում կանգնած փառավորող մարդկանց մեջ չենք։ Որտեղ ենք մենք։ Ճիշտ է, կառքի մեջ։ Իսկ ինչպես ենք հայտնվում կառքի մեջ։ Փառաբանությամբ, ճիշտ է, դա է կառք մտնելու միջոցը։ Եվ նորից Սաղմոս 30-ը ուշագրավ է, թե ինչքան շատ համարներ կան Սաղմոսներում այս թեմային վերաբերվող։ Սաղմոս 30 11 եւ 12-րդ խոսքերը։ Մոտ 13 տարի առաջ ես կորցրեցի իմ առաջին կնոջը, որը կյանքիս ամենադժվարին փորձությունն էր։ Ուզում եմ ասել, որ 11-րդ խոսքը իրոք ճշմարիտ է եւ այն գործում է։ Դու իմ սուգը ցնծությամբ հոխեցիր, իմ քուրձը հանեցիր ինձանից եւ ուրախություն հագցրիր ինձ։ Հաջորդ խոսքը մեզ նպատակն է ցույց տալիս։
to the end of Սրա my համար glory. թող փառքը սաղմոս ասի քեզ եւ լուրջ չմնա, ով Տեր իմ Աստված, հավիտյան կգոհանամ քեզանից։ Notice when God Ուշադրություն դարձրեք, երբ Աստված քուրձը հանում է մեր հակից եւ սուքից ազատում, նա հատուկ նպատակի համար է դա անում։ to the end Իսկ որն է այդ of my նպատակը, glory. որ վերջում մեր փառքը սաղմոս ասի նրան։ Don't speculate, because Այժմ ո՞րն է մեր փառքը։ Scripture. Very important. Ենթադրություններ չանենք, որովհետև ես ձեզ կպատասխանեմ հենց Աստծո խոսքով, դա շատ կարևոր է, պետք է Սուրբ Գրային այս երկու համարները դնել կողք կողքի։ Սաղմոս 16, 9-րդ խոսքը, որտեղ Սաղմոս 2-ն ասում է. Therefore my Սրա heart is համար իմ glad, սիրտն ուրախ է, and my glory եւ իմ փառքը rejoices, my ցնծում է, flesh also եւ will մարմինս էլ rest հույսով in my կբնակվի։ glory. Now, a lot of Ահա different նորից իմ versions փառքը։ translate differently, but in Իհարկե Acts տարբեր թարգմանություններ կան, բայց Գործ Կարաքելոց 2-րդ գլխի 26-րդ խոսքում Պետրոս առաքյալը Սուրբ Հոգուց ներշնչված մեջբերում է Սաղմոս 16 9-րդ խոսքից, եւ նա փառք բառը մեկ այլ ձևով է ներկայացնում այսպիսով. So you have Գործ there, Կարաքելոց 2-րդ գլխի 26-ում գրված է. therefore Սրա my համար heart իմ rejoiced, սիրտն ուրախ եղավ and my tongue եւ լեզուս ցնծած։ So what is your Հետևաբար ո՞րն է ձեր փառքը։ Ձեր լեզուն։ Գիտեք թե ինչու է այն ձեր փառքը։ Կամ ինչու Աստված ձեզ լեզու տվեց։ Նրան փառավորելու համար, ճիշտ է։ Դա մեր մարմնի գերագույն անդամն է, որով կարող ենք փառաբանել Աստծուն։ Այն մեր փառքն է եւ հենց ուղիղ իմաստով լեզվի ամեն մի գործածություն, որ չի փառավորում Աստծուն, լեզվի սխալ գործածություն է, որովհետեւ նա այն տվել է իրեն փառավորելու համար եւ երբ ձեր լեզուն նրան փառավորելու համար է գործածում, այն դառնում է ձեր Then փառքը։ we'll turn to Isaiah Այժմ անդրադառնանք Եսայա մարգարեության 61-րդ գլխի 3-րդ խոսքին։ and verse 3. And again, this is a message for those who've Սա been մի mourning. պատգամ է նրանց համար, ովքեր սքի եւ դեպրեսիայի մեջ են։ And it was through Սա այն this խոսքն է, verse որի that the միջոցով Lord տարիներ առաջ years ago Աստված ինձ delivered me ազատագրեց from the դեպրեսիայի spirit of ոգուց։ depression. To console those who mourn Սիոնի in Zion, սքավորների համար որոշելու, որ նրանց փառք տրվի մոխրի տեղ, ուրախության յուղ սուքի տեղ, գովության պատմության հանգած սրտի տեղ։ and that's what God delivered me from. Ահա թե ինչից ազատագրեց ինձ Աստված, հանգած սրտից։ But notice, Բայց ուշադրություն դարձրեք գովության պատմության հանգած սրտի տեղ արտահայտությանը։ Ուստի եթե չեք ուզում, որ հայտնվեք դեպրեսիայի մեջ, եւ սատանան ձեզ մոտ գա իր սարսափեցնող եւ չար մտքերով, ուրեմն հագեք գովության պատմությանը, եւ նա ձեզ չի մոտենա։ and he won't come near you. I think I Կարծում եմ ժամանակ ունեմ ձեզ մի փոքր պատմություն պատմելու։ Շատ տարիներ առաջ, երբ Բայս Ոթրում մի փոքր եկեղեցի Եհովում, այնտեղ երկու ռուս հրյա քույրեր կային, ովքեր հրաշքով դուրս էին եկել խորհրդային Ռուսաստանից եւ Տիրոջ հետ հանդիպում էին ունեցել ու լցվել Սուրբ Հոգով։ the Lord and been filled with the Holy Spirit. Սովորաբար նրանք այցելում էին իմ առաջին կնոջն ու ինձ եւ մենք միասին աղոթում էինք։ Ասեմ ձեզ, որ նրանք ռուս մկրտականների պես ավելի աղմկոտ էին, քան արևմուտքում գտնվող հոգեգալստականները։ Նկատի ունեմ, որ նրանք գիտեին ինչպես փառաբանել Աստծուն, եւ մենք 4-ով շատ լավ ժամանակ էինք անցկացնում միաբան Աստծուն փառաբանելով։ Մի օր այդ ընթացքում դրան զանգը հնչեց, ես ներքև իջա մեր եկեղեցու անդամներից մեկն էր իր ամուսնու հետ, եւ նա ասաց. «Սա իմ ամուսինն է, նա նոր է դուրս եկել բանտից եւ նա դևեր ունի իր մեջ։ Կաղոթեք նրա համար»։ Դա այդ ժամանակ ես շատ հեռու էի դևերից։ Ուզում եմ ասել, որ այդ ժամանակ չգիտեի ինչպես վարվել նրանց հետ եւ ես շատ շփոթված էի։ Գաղափար անգամ չունեի թե ինչ անել այդ պահին։ Ես ասացի՝ եկեք բարձրանանք, մենք կաղոթենք։ Եվ դա այն ամենն էր, ինչ անցավ մտքովս։ Այսպիսով մենք շարունակեցինք մեր աղոթքը եւ իրականում շատ բարձր էինք աղոթում։ Այն մարդը զգուշությամբ մոտեցավ ինձ եւ ասաց. «Ինձ դուր չի գալիս այս աղմուկը, ես գնում եմ»։ Աստված ինձ պատասխանը տվեց եւ ես ասացի. «Լսիր, դա դևն է, որին դուր չի գալիս այս աղմուկը, որովհետեւ մենք Հիսուսին ենք փառաբանում եւ դևը ատում է դա»։ Հիմա ասացի. «Դու երկու ընտրություն ունես, եթե հիմա գնաս, դևը քեզ հետ կգա, իսկ եթե մնաս, դևն առանց քեզ կգնա»։ Եվ նա ասաց. «Ես կմնամ»։ Մոտ 10 րոպե անց նա մոտեցավ ինձ եւ ասաց. «Նա գնաց»։ Ես զգացի, թե ինչպես հեռացավ կոկորդովս։ Ես երբեք դա չեմ մոռանա, որովհետեւ սա մի հիանալի պատկեր է այն մասին, թե ինչքան է մեր փառաբանությունը շփոթեցնում սատանային, ավելին, քան նա կարող է մեզ շփոթեցնել։
Հետևաբար, եթե դուք դեպրեսիայի մեջ եք, ճնշված եւ տխուր, հանգած սրտի տեղ պարզապես հագեք գողության պատմուճանը, գիտեմ, որ այն կօգնի, որովհետեւ այն օգնել է ինձ։ 33 Սաղմոսի առաջին խոսքում Սաղմոսերքուն ասում է. ուղիղներին վայելում է օրհնություն։ Սա վայելուչ պատմուճան է ձեր հոգու համար։ Ապա Երեմիայի 33-րդ գլխի 11-րդ խոսքում մենք փառաբանության եւ գոհության վերաբերյալ մեկ ուրիշ շատ կարեւոր տեսակետ ենք տեսնում։ Այն խոսում է Աստծո ժողովրդի վերականգնման մասին եւ ասում է, թե ինչ պետք է լսելի լինի Երուսաղեմի փողոցներում։ Եբրայերեն մի շատ գեղեցիկ եւ ժամանակակից երգ կա, որ հիմնված է այս խոսքերի վրա։ Այն ասում է. ցնծության ձայն եւ ուրախության ձայն, փեսայի ձայն եւ հարսի ձայն, նրանց ձայնը, որ կասեն, օրհնեցեք Զորաստիրոջը, որ բարի է Տերը եւ հավիտյան է նրա ողորմությունը։ Ուշադրություն դարձրեք այդ 3 պատճառներից երկուսի հիշատակմանը եւ նրանց ձայնը, որ Տիրոջ տունը օրհնության նվեր են բերում։ Կարծում եմ ուրիշ թարգմանություններում ասվում է գոհության պատարագ կամ զոհ։ Շատ կարևոր է հասկանալ, որ փառաբանությունը զոհ է։ Այն գին է պահանջում եւ միշտ չէ, որ հեշտ է։ Եվ Տիրոջը փառաբանելու ամենակարևոր պահն այն է, երբ դուք այնքան էլ տրամադրված չեք։ Թույլ մի տվեք ձեր զգացմունքները ղեկավարեն ձեզ։ Աստծո խոսքն է ձեզ թելադրում, թե ինչ անեք, եթե անգամ այն բացարձակ հակառակ է ձեր զգացմունքներին։ Եբրայեցիս 13-րդ գլուխը հետևյալ կերպ է լուսաբանում։ Եբրայեցիս 13, 15 եւ 16 խոսքերը։ Ուստի նրա, այսինքն Հիսուսի, նրա ձեռով ամեն ժամանակ Աստծուն օրհնության պատարագ մատուցանենք, այսինքն նրա անունը դավանող շրթունքների պտուղ։ Ինչքան եւ ինչ հաճախականությամբ պետք է փառաբանենք Աստծուն։ Խոսքն ասում է ամեն ժամանակ առանց դադարի։ Իսկ բարերարությունն ու հաղորդակցվելը մի մոռացեք, որ այնպիսի պատարակներին հավանում է Աստված։ Այսպիսով գոհությունն ու փառաբանությունը պատարակ է։ Եվ Աստծո համար ընդունելի է հատկապես, երբ դրա համար գին է վճարվում։ Երբ թվում է ամեն ինչ հակառակ է ձեզ, ուրեմն ճիշտ ժամանակն է լավագույն ձևով Աստծուն փառավորելու։ Արեք դա հավատքով, դա զոհ է։ Եվ ապա 8-րդ Սաղմոսի 2-րդ խոսքում փառաբանությունը հոգևոր զենք է։ Սա իմ սիրելի համարներից մեկն է, չգիտեմ, թե քանի անգամ եմ այն կարդում, ամեն դեպքում ինձ համար շատ դժվար է քարոզել չանդրադառնալով Սաղմոս 8:2-ին։ Երեխաների եւ կաթնակերների բերանից զորություն պատրաստեցիր, այսինքն Տերը, քո թշնամիների պատճառով, որ լռեցնես թշնամուն եւ վրեժխնդրություն անողին։ Այսպիսով Աստված թշնամիներ ունի, շատ կարևոր է գիտակցել այդ, եւ նա մեկ հիմնական թշնամի ունի, որն այստեղ կոչվում է թշնամի եւ վրեժխնդրություն անող։ Ով է դա? Սատանան։ Եվ նա ասում է, որ սատանային լռեցնելու միջոց կա։ Տարիներ առաջ Լոզանում, Շվեյցարիայում քարոզում էի եւ մի ֆրանսիացի էր թարգմանում։ Այս խոսքն էի կարդում։ Ես հասկանում եմ ֆրանսերեն եւ լսեցի, թե ինչպես թարգմանիչը ֆրանսերեն թարգմանեց այն։ Ֆրանսերենում ասվում է. Աստված սատանայի բերանը փակում է։ Ես երբեք չեմ մոռանա դա։ Աստված փակում է նրա բերանը։ Նա ասում է. ձայնդ կտրիր։ Երբ մենք փառաբանում ենք Աստծուն, մենք տեսնում ենք մեր փառաբանությունը լռեցնում է սատանային, իսկ ինչու պետք է լռեցնենք սատանային, ինչ է նա անում ողջ ընթացքում գիշեր-ցերեկ, նա մեզանից չարախոսում է, միգուցե Աստծուն ասեք, լավ, իսկ ինչու դու չես լռեցնում սատանային, Աստված ասում է, որովհետև ես ձեզ զենք եմ տվել, որով կարող եք այդ անել։ Սաղմոս 8-րդ գլխի 2-րդ խոսքն ասում է զորություն պատրաստեցիր, սակայն նորից նոր կտակարանը 5 կտակարանի մեկնությունն է, բայց Մատթեոս 21-րդ գլխի 16-րդ խոսքը պետք է կարդանք 15-րդ խոսքից։ Սա Երուսաղեմում Հիսուսի ծառայության վերջին շաբաթն էր։ Երբ որ քահանապետներն ու դպիրները տեսան այն հրաշքները, որ արեց եւ այն երեխաներին էլ տաճարում աղաղակելիս եւ ասելիս Օվսաննա Դավթի որդուն, նեղացան եւ ասացին նրան. լսում ես դրանք ինչ են ասում։ Հիսուսն էլ ասաց նրանց, այստեղ նա մեջ է բերում Սաղմոս 8-ի 2-րդ խոսքը. Այո, դուք երբևէ չեք կարդացել, թե մանուկների եւ կաթնակերների բերանից օրհնություն կատարեցիր։
Այսպիսով այնտեղ, որտեղ Սաղմոս 2-ն ասում է զորություն պատրաստեցիր, Հիսուսն ասում է օրհնություն կատարեցիր։ Ինչ է սա մեզ ասում։ Փառաբանությունն Աստծո ժողովրդի զորությունն է։ Եվ անկախ նրանից, թե ինչքան տկար ենք զգում, այս զենքն անդիմադրելի է։ Այսպիսով Սաղմոս 2-ն ամենաթույլերի օրինակն է ընտրել, երեխաներ եւ կաթնակերներ, եւ ասում է, որ նույնիսկ նրանք, երբ փառաբանում են Աստծուն, փակում են թշնամու բերանը։ Ինձ համար մի հիանալի ուրախություն է, որ մենք կարող ենք լռեցնել սատանային։ Եվ ահա 7-րդ սուրբ գրային փաստը փառաբանության վերաբերյալ, որ փառաբանությունը ճանապարհ է հարթում Աստծո միջամտության համար։ Նախ եկեք նայենք Սաղմոս 50-ը։ Տեսնում եք, քանի անգամ անդրադարձանք Սաղմոսներին փառաբանության մասին խոսելիս։ Սաղմոս 50, վերջին խոսքը, 23-ը։ Աստված է խոսում։ Գոհության պատարակ մատուցանողը փառավորում է ինձ, եւ ով որ իր ճանապարհին զգուշանա, նրան ցույց կտամ Աստծո փրկությունը։ Բայց իմ թարգմանությունում զգուշանա բառը շեղատառերով է գրված, որը նշանակում է, որ բնօրինակի մեջ այլ կերպ է գրված։ Եվ ով որ իր փառքն է մատուցում, նրան ցույց կտամ Աստծո փրկությունը։ Նա իր վիճակից դուրս գալու ուղի է հարթում իր դրության մեջ փրկության հայտնության համար։ Այժմ մի գեղեցիկ օրինակ այս մասին երկրորդ Մնացորդաց 20-րդ գլխում, երբ Հուդայի թագավորը Հովսափաթն էր, հարավարևելյան մուտքից մի հսկայական բանակ նրանց դեմ դուրս եկավ։ Եվ նա գիտեր, որ չունի բավականաչափ զինվորներ կամ ռեսուրսներ նրանց դիմակայելու։ Նա ծոմ հայտարարեց եւ կանչեց բոլորին եւ միաբանեց Հուդայում գտնվող Աստծո ժողովրդին։ Եվ երբ նրանք ծոմով աղոթքի մեջ էին, Տերը Հազիելի միջոցով խոսեց նրանց հետ եւ ասաց. «Ինչ անեն»։ Նա ասաց. «Դուք պարզապես գնացեք այնտեղ, սակայն դուք չէ, որ պիտի պատերազմեք, այլ Տերը»։ Եվ Հովսափաթն ասում է. «Հավատացեք Տեր Աստծուն եւ նրա մարգարեներին, եւ դուք կհաջողվեք»։ Այսպիսով հաջորդ օրը նրանք գնում են։ Եվ ահա թե ինչ կատարվեց։ Կարդում ենք երկրորդ Մնացորդաց 20-րդ գլխի 21-րդ խոսքից։ Եվ Հովսափաթը խորհուրդ արեց ժողովրդի հետ եւ Տիրոջ համար երգիչներ ու սուրբ փառքը օրհնաբանողներ դրեց սպառազինյալների առաջից դուրս գալով եւ ասելով. «Գոհացեք Եհովայից, որովհետեւ նրա ողորմությունը հավիտյան է»։ Նկատեցիք, որ նույն պատճառի մասին է խոսում։ Հիմա լսեք։ Եվ երբ որ նրանք ցնծության երգն ու օրհնությունը սկսեցին, Տերը դարանակալներ հանեց Ամոնի եւ Մովաբի որդկանց եւ Սեիր սարի բնակիչների դեմ, որ եկել էին Հուդայի վրա, եւ նրանք կոտորվեցին։ Եթե պատմության վերջը կարդանք, կտեսնենք, որ նրանք կարիք չունեին պատերազմելու, նրանք կարիք չունեին որևէ ռազմական զենք գործածելու։ Փառաբանության զենքը նրանց կատարյալ հաղթություն տվեց, եւ նրանց թշնամիները միմյանց դեմ դուրս եկան եւ իրար կոտորեցին։ Եվ երբ նրանք եկան պատերազմի վայր, տեսան, որ բոլոր իրենց թշնամիները մեռած էին։ Այն, ինչ նրանք պետք է անեին, պարզապես ավարը վերցնելն էր։ Սա փառաբանության զորության մի հիանալի պատկեր է։ Եվ հիմա մի պահ եկեք նայենք խեղճ Հովնանին ուղիղ իր խնդիրների կենտրոնում։ Գիտեք պատմությունը։ Նա ձկան փորում աղոթում էր, եւ նա բավականին երկար ժամանակ էր աղոթում։ Հովնանի մարգարեության 2-րդ գլխի 2-րդ խոսքը։ Եվ նա ասում է. «Անդունդի փորից նա աղաղակեցի, եւ դու լսեցիր իմ ձայնը, եւ դու ինձ գցեցիր անդունդը» եւ այլն։ Եվ նա այսպես շարունակ աղոթում է, մինչև 7-րդ խոսքը ոչինչ տեղի չի ունենում։ 8-րդ խոսքից նա սկսում է գոհանալ, եւ ձուկն այլևս նրան չի կարողանում տանել։ Ուղղակի կարդանք այդ խոսքը, 9-րդ խոսքը։ Բայց ես օրհներգության ձայնով քեզ զոհ պիտի մատուցանեմ։ Դա իրոք զոհ էր, եւ դու ձկան փորում ես, սկսիր գոհանալ Աստծուց։ Արժե նրանից գոհանալ, այն օգտակար է։ Տեսնում եք, արած խոստմունքս պիտի կատարեմ, փրկությունը Տիրոջն է, եւ հետո կարդում ենք. «Եվ Տերը հրամայեց ձկանը, եւ նա Հովնանին փսխեց ցամաքը»։ Աստված երբ հրամայեց ձկանը, այն ժամանակ, երբ Հովնանը սկսեց փառաբանել եւ գոհանալ Աստծուց։ Եվ հետո մի գեղեցիկ պատմություն Գործք առաքելոցից Պողոսի եւ Շիղայի ծառայության մասին։
Պողոսը ազատագրության ծառայության մեջ էր, նա մի գուշակ կնոջից դևեր հանեց եւ ոչ քաղաքաղմուկ բարձրացրեց։ Պողոսին եւ Շիղային դաժանաբար ծեծի ենթարկեցին եւ բանտարկեցին, կեսգիշեր էր։ Եղբայրներից մեկը, որի մոտ ընկերներից է այսպես է նկարագրում այդ զրույցը. միգուցե Շիղան ասաց Պողոսին, ախր ինչու սկսեցիր ազատագրության ծառայությունը, ամեն ինչ իր հունով էր ընթանում, մինչև դու սկսեցիր դևեր հանելը, բայց ահա թե ինչ արեցին նրանք։ Եկեք կարդանք այդ մասը, Գործ Կարաքելոս 16-րդ գլխի 25-րդ խոսքը։ Եվ կես գիշերին, ամենամութ ժամը, Պողոսը եւ Շիղան ամենախիստ հսկողության բանտում, աղոթք անելով օրհնում էին Աստծուն եւ բանտարկվածներն էլ նրանց ականջ էին դնում։ Նախկինում նրանց պես բանտարկյալներ չէին եղել։ Եվ հանկարծակի մեծ շարժ եղավ, մինչև որ բանտի հիմքերն էլ շարժվում էին եւ իսկույն բոլոր դռներն էլ բացվեցին եւ ամենքի կապանքներն արձակվեցին։ Ինչն էր երկրաշարժի պատճառը։ Ես համոզված եմ, որ այն գերբնական երկրաշարժ էր եւ քանդեց մարդկանց շղթաները, այն սովորական երկրաշարժ չէր։ Ինչն էր երկրաշարժի դրդապատճառը։ Փառաբանությունը, ճիշտ է։ Հետևաբար նա, ով փառաբանություն է մատուցում, ճանապարհ է պատրաստում Աստծո փրկության համար։ Այժմ թույլ տվեք վերջացնել մի փոքրիկ ցանկով, որը մանրամասն չենք քննարկի։ Սուրբ գրային տեղերը նշված են ձեր թղթերում։ Նախ, երբ պետք է փառաբանենք Աստծուն, ամեն օր, հավիտյանս հավիտենից, ամեն ժամանակ եւ շարունակաբար, անկասկած։ Հիմա ինչպես փառաբանել Աստծուն։ Ամբողջ սրտով, ամբողջ մտքով, բարձրացած ձեռքերով, ուրախ բերանով ու շրթունքներով, ձեռքերը բարձրացնելով, ինչպես երեկոյան պատարագ, պարով, թմբուկով ու պարով։ Սա սուրբ գրային համարները մեզ տրված են, ով պետք է փառաբանի Աստծուն։ 148 Սաղմոսը 29 տարբեր մարդկանց ցանկ է տալիս, որ պետք է փառաբանեն Աստծուն։ Բայց եթե դուք դեռ կասկածում եք, 150 Սաղմոսն ասում է ամեն շունչ ունեցողը թող օրհնի Տիրոջը։ Այս Սաղմոսն ընդգրկում է բոլորին, բայց միայն մի վիճակի մարդկանց խումբ կա, որոնք չեն փառավորում Աստծուն։ Ովքեր են դրանք։ Մեռածները։ Ուստի դուք գիտեք ձեր խնդիրը, այնպես չէ։ Եթե դուք չեք փառավորում Տիրոջը, դուք ինքներդ տալիս եք ձեր ախտորոշումը, խոսքը միայն ֆիզիկական մահվան մասին չէ, այլև հոգևոր։ Սա երրորդ եւ վերջին հակիր զրույցն է գոհություն, փառաբանություն եւ երկրպագություն թեմայով։ Եվ այս զրույցի թեման կլինի երկրպագությունը։ Թույլ տվեք հիշեցնել ձեզ, թե ինչպես եմ բնութագրում այս երեք տեսակի գործողությունները։ Գոհությամբ մենք բացահայտում ենք Աստծո բարությունը, փառաբանությամբ ճանաչում ենք Աստծո մեծությունը եւ երկրպագությամբ ճանաչում ենք Աստծո սրբությունը։ Անձամբ հավատում եմ, որ երկրպագությունն այն գերագույն գործողությունն է, որը մարդ էակն ընդունակ է անելու։ Փառաբանությունն ու գոհությունը պարզապես արտահայտություններ են, որոնք դուրս են գալիս մեր բերանից։ Մենք ասում ենք դրանք կամ երգում, կամ նույնիսկ բացականչում, բայց երկրպագությունը պարզապես արտահայտություն չէ։ Սա շատ կարևոր է, որովհետև գիտեմ, որ շատ քչերն են սա հասկանում։ Որքանով գիտեմ, Աստվածաշնչի բնագրում, թե եբրայերեն 5 կտակարանում եւ թե հունարեն նոր կտակարանում երկրպագությանը վերաբերող յուրաքանչյուր բառ նկարագրում է մարմնի գործողություն։ Երկրպագությունն իրականում բառերի շարան չէ, այլ գործողություն, վերաբերմունք կամ դիրք։ Իհարկե խոսքն ուղղակի ֆիզիկական գործողության մասին չէ միայն, այլ մարդու ներքին դիրքի եւ վերաբերմունքի։ Աստվածաշնչում երկրպագությունը բնութագրվում է հատուկ գործողությամբ։ Նախ գլուխը խոնարեցնելը։ Երբ Մովսեսը այրվող մորենու մոտ Աստծո հետ հանդիպումից վերադարձավ Եգիպտոս իր ժողովրդի մոտ, այն լուրով, որ Աստված ուզում է իրենց ազատել եւ ծերերին պատգամ բերեց, խոսքն ասում է, որ բոլորը խոնարեցրին իրենց գլուխները։ Նրանք երկրպագեցին, դա էր նրանց առաջին պատասխանը։ Այն խոսք չէր, այլ գործողություն։ Եվ հաճախ ոչ միայն գլուխ էին խոնարհում, այլ մարմնի վերին մասը։
but the upper part of the body. Եվ շատ ժամանակ ձեռքերը մեկնելով արմավենու ճյուղեր էին դնում։ Times it's the stretching out of the hand. Շատ հետաքրքիր է, որ եբրայերենում շնորհակալություն բառը թուդահ բառն է, Hebrew word for որը սերտորեն կապված է ձեռք բառի հետ։ directly related to the Hebrew word for the hand. So that Ինչպես արդեն նշել եմ, եբրայերենը շատ այսպես կոչված գործնական լեզու է։ doesn't really Այն վերացական բաներ չի ներառում, այլ ամեն ինչ կոնկրետ իր ֆիզիկական բնութագիրն ունի։ Այսպիսով շնորհակալությունը նույնանում է ձեռք մեկնելու հետ։ and when we Եվ երբ մենք մեր ձեռքերը մեկնում ենք առ Աստված, մենք նրան ասում ենք շնորհակալություն։ I believe we're Հավատում also եմ, որ մենք նաև մեր ձեռքերը մեկնում ենք Աստծուն նրանից ստանալու այն, ինչ նա պատրաստել է մեզ համար։ and then Եվ ապա ծնկելը նույնպես նշանակում է երկրպագել։ is a very distinctive attitude of worship. And I appreciate Ես գնահատում եմ, երբ եկեղեցին մարդու մեջ ծնկելու գիտակցություն է կերտում։ having been brought up Մեծանալով անգլիկան եկեղեցում ես շատ լավ գիտեի, երբ ծնկի գալ։ was appropriate. Ուզում եմ ասել, որ ծնկի գալը շատ կարևոր դեր ունի մեր երկրպագության ժամանակ։ Important part of our worship. Կարծում եմ, որ շատ խարիզմատներ եւ հոգեգալստականներ բաց են թողնում այս կարևորությունը։ Missing out on that. I've been Մասնակցել եմ ժողովների, երբ Աստծո ներկայությունը հզոր ձևով շոշափելի է եղել եւ առաջարկել եմ, որ ողջ ժողովուրդը ծնկի գա։ kneel Եվ դրանից հետո մենք Սուրբ Հոգու հզոր այցելության ականատեսն ենք եղել։ when we're all before God in a kneeling attitude. Of course I realize Իհարկե հասկանում եմ, այն կարող է կրոնական մի ձև երևալ, որ կորցրել է իր նշանակությունը, բայց թույլ մի տվեք, որ այդ կարծիքը ձեզ զրկի Աստծո առաջ ծնկելու օրհնությունից։ and then Եվ ապա երկրպագությունն Աստծո առաջ երեսնի վայր ընկնելն է, որին ինքս մեծ կարևորություն եմ տալիս։ falling prostrate on your face. Ես միշտ ժպտում եմ, երբ լսում եմ, որ շատերը երգում են այն երգը, որտեղ ասվում է. «Թող հրեշտակները երեսնի վայր ընկնեն»։ You know, Եվ նրանցից շատերը, որ երգում են այս երգը, հավանաբար չեն էլ մտածում նույնն անել։ it's good enough for angels. Շատ լավ է հրեշտակների համար անել դա, սակայն մեզ մեծարգո էակներից երբեք մի ասեք ընկեք Տիրոջ առաջ։ Many of the great men in the Bible that you can find. Աստվածաշնչում գրեթե չկա մեծերից մեկը, որ երբևէ Աստծո առաջ երեսնի վայր ընկած երկրպագած չլինի, եւ սա հավանաբար երկրպագության հիմնական գործողությունն է։ Generally speaking, when Ընդհանուր առմամբ, երբ ես եւ Հռութը ուզում ենք ինչ-որ տեղ գնալ քարոզելու, մենք նախապես պատրաստվում ենք։ Չեմ կարող ասել, որ միշտ է այսպես, սակայն երբեմն մենք Տիրոջը երկրպագում ենք եւ երեսնի վայր ընկած փնտրում նրա երեսը։ Սա ճանաչողության մի ձև է։ kind of acknowledging God, we are Աստված, մենք ամբողջությամբ կախված ենք քեզանից։ Մենք ոչինչ չունենք տալու, չունենք ուժ, չունենք արդարություն, չունենք իմաստություն, եթե դու այն չտաս մեզ։ comes from you. I love Ես those շատ եմ words սիրում Ջոն Բանյանի խոսքերը, որոնք միշտ ինձ հետ են։ Նա, որ ներքևում է, չի վախենում ընկնելուց։ Նա, որ հեզ է, չունի հպարտություն։ is low, Նա, որ խոնար է, միշտ Աստծուն ունի որպես իր առաջնորդ։ to be his God. Երբ գետնին եք ընկած, դուք չեք կարող ավելի ցածրանալ։ Այդ դեպքում չեք վախենա ընկնելուց։ Գետնին Աստծո առջև երեսնի վայր ընկած լինելը շատ ապահով դիրք է։ I'd like to turn Ուզում եմ մի պահ նայենք երկնային երկրպագության մի օրինակ, որը հավատում եմ մեզ շատ կարևոր սկզբունքներ է փոխանցում երկրպագության վերաբերյալ։ the prophet Isaiah, Եսայա մարգարեության 6-րդ գլուխ առաջին 3 խոսքերը։ and in this Եվ իր այս տեսիլքում Եսայան տեսնում է scene here, Տիրոջը երկնքում Isaiah իր has a փառքի մեջ։ vision of the Lord in his glory in heaven. Սա ինձ համար միշտ էական նշանակություն է ունեցել, որովհետև երբ առաջին անգամ գնացի հոգեգալստական եկեղեցի, այդ ժամանակ չգիտեի, որ դա հոգեգալստական եկեղեցի էր, այսինքն իրականում չգիտեի, որ կան մարդիկ, ովքեր հոգեգալստականներ են կոչվում։ The first time I Բայց երբ առաջին անգամ նրանց մեջ էի, ժողովի ժամանակ հատուկ խոսվեց այս թեմայի շուրջ։ Այդ ժամանակ բրիտանական բանակի զինվոր էի եւ ապրում էի այնպես, ինչպես ցանկացած բրիտանացի զինվոր, առանց որևէ բանի խորը նայելու։ Մենք հիմա այն չենք կարդա, բայց երբ Եսայան տեսավ Տիրոջը իր փառքով, saw the Lord նա ասաց. in his glory, he said, woe is me, Վայ ինձ, որովհետև կորած եմ, որովհետև պիղծ շրթունքներով մարդ եմ եւ ես պիղծ շրթունքներով ժողովրդի մեջ եմ բնակվում։
Լսելով պիշտ շրթունքներով մարդ են, որ ապրում են պիշտ շրթունքներով ժողովրդի մեջ խոսքերը, եւ քանի որ ինքս էլ այդ ժամանակ դեռ չէի ապաշխարել, ասացի, ոչ ոք երբևէ չէր կարող քեզ այդպես ճշգրիտ նկարագրել, քան այս արտահայտությունը, եւ դրանից հետո քարոզիչը գրավել էր իմ ուշադրությունը, թեկուզ գրեթե ոչինչ չէի հասկանում, թե ինչի մասին էր նա խոսում։ Ամեն դեպքում եկեք առաջին 3 համարները կարդանք։ Ոզիա թագավորի մեռած տարին տեսա, Եսայան է տեսնում, Տիրոջը բարձր եւ վերացած աթոռի վրա նստած եւ նրա քղանցքը լցրել էր տաճարը, սերոբեները կանգնած էին նրանից վերև։ Սերոբե բառը սերտորեն կապված է կրակ բառի հետ։ Սերոբեները կրակի արարածներ են, ինչևէ, ահա նրանց նկարագրությունը, որոնց ամեն մեկը 6 թև ուներ, երկուսով ծածկում էր երեսը, եւ երկուսով ծածկում էր իր ոտքերը, եւ երկուսով թռչում էր, եւ մեկը կանչում էր մյուսին եւ ասում. Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորաց Տերը, բոլոր երկիրը լիքն է նրա փառքով։ Ես միշտ համոզված եմ եղել, որ այս 3 սուրբ արտահայտությունները ուղղված են Աստվածային երրորդությանը՝ Սուրբ է Հայրը, Սուրբ է Որդին եւ Սուրբ է Սուրբ Հոգին։ Բայց եթե մի պահ ձեր երևակայության մեջ պատկերացնեք այն տեսարանը, կարծում եմ շատ լավ կհասկանաք երկրպագության եւ փառաբանության միջև եղած սերտ կապը։ Փառաբանությունն արտահայտություն է։ Ուստի նրանք փառավորում էին Տիրոջը, հռչակելով նրա սրբությունը, Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորաց Տերը։ Բայց դա չէր այն ամենը, որ տեսավ Եսայան։ Առաջին բանը, որ նա տեսավ, երկրպագությունն էր։ Այս սերոբեները 6 թև ունեին, առաջին երկուսով նրանք ծածկում էին իրենց երեսը, երկրորդ երկուսով փակում էին իրենց ոտքերը։ Ինչ է սա։ Սա հատուկ վերաբերմունք է, այսինքն սա երկրպագություն է։ Երկրպագությունը Աստծո առաջ երեսն ամբողջությամբ ծածկելն է։ Այն իր հերթին Աստծո առաջ ոտքերը փակելն է։ Նրանք նաև 2 թև ունեին, որոնցով թռչում էին։ Եթե վերցնենք թռչելը որպես ծառայություն եւ երեսն ու ոտքերը ծածկելը երկրպագություն, ապա կնկատենք, որ երկրպագության համար օգտագործում էին 4 թևեր, իսկ ծառայության համար 2-ը միայն։ Հավատում եմ, որ սա ճիշտ համեմատություն է։ Հավատում եմ, որ Տիրոջը ծառայելու ընթացքում պետք է 2 անգամ ավել ժամանակ հատկացնել երկրպագելուն։ Ավելին, հավատում եմ, որ մեր ծառայությունը պետք է բխի մեր երկրպագությունից։ Չեմ կարծում, որ մենք պետք է ծառայենք Աստծուն առանց նախապատվությունը Տիրոջը երկրպագունելուն տալու։ Հավատում եմ, որ երբ մեր ծառայությունը բխի երկրպագությունից, այն իրապես կտարբերվի սովորական ծառայությունից։ Մեկ այլ կողմից երկրպագությունն առանց ծառայության փարիսեցիություն, կեղծավորություն է։ Եկեք նայենք Մատթեոս 4:10 խոսքում գրված Հիսուսի խոսքերին, երբ Սատանան փորձում էր նրան ասելով, որ ընկնի իր առջև եւ երկրպագի իրեն։ Հիսուսը նրան պատասխանեց 2-րդ օրինաց գրքից մեջբերում անելով։ Եվ հետո Հիսուսն ասաց Սատանային, Մատթեոս 4:10 խոսքը. Հետիս անցիր, Սատանա, որովհետև գրված է. միայն քո Տեր Աստծուն երկրպագիր եւ միայն նրան ծառայիր։ Նկատեցիք բառերի դասավորվածությունը, սկզբում երկրպագություն, ապա ծառայություն։ Բայց երկրպագությանը միշտ պետք է հետևի ծառայությունը։ Շատ կարևոր է սրան ուշադրություն դարձնել։ Կար ժամանակ, որ եկեղեցիներից շատերում երկրպագությանը քիչ ժամանակ էր տրվում։ Մարդիկ կիրակի առավոտյան գալիս էին ծառայության, որն անվանում էին երկրպագության ծառայություն, բայց իրականում այն երկրպագություն չէր, այն փառաբանություն էր, հռչակում, բայց ճիշտ երկրպագություն չկար։ Հիմա այս վերջին տասնամյակներում երկրպագությունը կրկին մտնում է եկեղեցի, եւ ինչ որ առումով այժմ ժամանակակից է երկրպագելը։ Կլինեք հավաքույթներում, որտեղ կտեսնեք երկրպագության հատուկ ձևեր, եւ գուցե նրանք մի քիչ հպարտանան, թե ինչքան լավ են երկրպագում, բայց եթե մարդիկ երկրպագությունը հոգեվոր ինչ-որ վիճակ են համարում առանց ծառայության դրսևորման, այն պարզապես փարիսեցիություն է։
translated into service, then it's hypocrisy. Երբ մարդիկ հիանալի կիրակնօրյա պաշտամունք են ունենում, սակայն շաբաթվա մյուս մասն ապրում են իրենց առօրյայով, ապա նրանք չեն լսել Հիսուսի խոսքերը, որ ասում է. «Միայն քո Տեր Աստծուն պիտի երկրպագես եւ նրան միայն ծառայես»։ Այս երկուսը երբեք չեն առանձնանում։ Ծառայությունը երբեք չպետք է առանձնանա երկրպագությունից եւ երկրպագությունը ծառայությունից։ Հիմա մի գեղեցիկ պատգամ 95 Սաղմոսից, որը կարծում եմ շատ գեղեցիկ ձևով նկարագրում է երկրպագության զարգացման փուլերը։ Առաջին երկու խոսքերը նկարագրում են հոբելյանական բարձրաձայն փառաբանությունը, որն արտահայտվում է աղաղակով։ Եվ շատ ավելի բարձր, քան որոշ եկեղեցիներ երբևէ թույլ կտան իրենց։ Այն ասում է. «Եկեք ցնծանք, ցնծացեք Տերովը, աղաղակեցեք դեպի մեր փրկության վեմը»։ Աղաղակել նշանակում է աղաղակել։ Այն չի նշանակում բարձր երգել, այլ աղաղակել։ Թող գոհություն տալով գանք նրա երեսի առաջ, սաղմոսներով աղաղակենք դեպի նա։ Նորից ուշադրություն դարձնենք այս երկու աստիճաններին՝ գոհություն եւ փառաբանություն։ Հիշեք, թե ինչ ասացի սկզբում, Աստծո ներկայության մեջ մտնելու ուրիշ ճանապարհ չկա։ Ապա հաջորդ 3 համարներում ասվում է, թե ինչու պետք է գոհանալ եւ փառաբանել նրան։ Աստվածաշունչը շատ տրամաբանական է։ Այն մեզ պարզապես չի խնդրում, որ գոհանանք եւ փառաբանենք, այլ ասում է, թե ինչու։ Հիշում եք, Սաղմոս 100-ը խոսում է այդ պատճառների մասին։ Տերը բարի է, նրա ողորմությունը հավիտյան է եւ նրա ճշմարտությունը ազգից մինչեւ ազգ։ Սրանք են այն անփոփոխ պատճառները, որոնց պատճառով պետք է փառաբանել Աստծուն։ Եվ ահա այստեղ 3-ից 5 խոսքերում գրված է հետևյալ պատճառների մասին. որովհետև Տերը մեծ Աստված է եւ մեծ Թագավոր ամեն աստվածների վրա։ Հիշում եք, որ ասացի, թե փառաբանությամբ բացահայտում ենք Աստծո մեծափառությունը։ Այստեղ մեծություն բառը 2 անգամ է օգտագործված։ Տերը մեծ Աստված է եւ մեծ Թագավոր ամեն աստվածների վրա։ Եվ մենք նրա մեծափառությունը բացահայտում ենք բարձրաձայն, հաղթական եւ ուրախ փառաբանությամբ։ Եվ ապա նրան տեսնում ենք որպես ամենակարող Արարիչ, որ նրա ձեռքին են երկրի խորքերը եւ սարերի բարձրությունները նրանն են, որ նրանն է ծովը եւ նա արեց այն, եւ նրա ձեռքերը ստեղծեցին ցամաքը։ Այսպիսով մենք նրա մոտ ենք գալիս գոհությամբ, փառաբանությամբ, որ բխում է նրա արարչագործության հիացմունքից։ Բայց դա միայն մուտքն է։ Եվ հետո 6-րդ խոսքում անդրադառնում ենք երկրպագությանը։ Այսպիսով գոհությունն ու փառաբանությունը իրոք միակ մուտքն է, ճանապարհը դեպի երկրպագություն։ Եւ երկրպագության մասին կարդալիս կնկատեք, որ այն դիրք է, վերաբերմունք։ 6-րդ խոսքը. եկեք երկրպագություն անենք եւ երեսի վրա ընկնենք, ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առջև։ Խոսքից անցնում ենք գործողության։ Մենք սկսում ենք գոհությամբ եւ փառաբանությամբ, սակայն վերջնական նպատակն այդ չէ։ Երբ քրիստոնյաները բավարարվում են գոհությամբ եւ փառաբանությամբ, նրանք պարզապես կորցնում են նպատակը, երկրպագությունը, որը ոչ թե խոսք է, այլ դիրք, վերաբերմունք։ Եկեք երկրպագություն անենք եւ երեսի վրա ընկնենք, ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առջև։ Ինչու՞։ 7-րդ խոսքը, որովհետեւ նա է մեր Աստվածը։ Ամենից առաջ ինչպես ենք բացահայտում, որ նա է մեր Աստվածը, ինչ անելով, երկրպագելով, որովհետև երկրպագությունը պատկանում է միայն Աստծուն։ Ուստի երբ երկրպագում ենք նրան, հենց այդ գործողության միջոցով էլ ճանաչում ենք նրան որպես մեր Աստված։ Եվ մենք արոտի ժողովուրդը եւ նրա ձեռքի ոչխարներն ենք։ Այսպիսով մենք որպես Աստծո ժողովուրդ պետք է երկրպագենք նրան, բացահայտելով Աստծո հետ ունեցած մեր փոխհարաբերությունը։ Մենք որպես Աստծո ժողովուրդ եւ Աստված որպես մեր Արարիչ
եւ փրկիչ։ Հիմա գուցե տարօրինակ թվա, երբ նայեք Աստվածաշնչին, եթե բացել եք այն կտեսնեք, որ խոսքն այստեղ չի վերջանում։ Թվում է, թե տարօրինակ է, որովհետեւ հաջորդ 7-րդ խոսքի սկիզբը այս խոսքի շարունակությունն է։ Այն ասում է. Այսօր եթե լսեք նրա ձայնը, մի խստացրեք ձեր սրտերը։ Ինչու համար է այս փոքրիկ հատվածը հատուկ շեշտվում։ Այսօր եթե լսեք նրա ձայնը, ինչու է այս հատվածը մտնում երկրպագության մեջ։ Մի զարմանալի գաղտնիք։ Հենց երկրպագության ժամանակ է, որ մենք լսում ենք Աստծո ձայնը։ Եվ երկրպագելով արդեն վերջացնում ենք մեր խոսելը։ Մենք արդեն աղաղակել ենք, փառաբանել, սա շատ լավ է, բայց վերջը չէ։ Ի նկատի ունեմ, որ վերջում ժամանակն է հայտնել մեր ակնածանքն առ Աստված, որի ընթացքում պետք չէ շատ խոսել։ Մենք լուռ ենք և սպասում ենք Նրան։ Ինչ որ մեկն ասել է, թե խարիզմատները վախենում են լռությունից, եւ ես ինչ որ առումով համաձայն եմ այս մտքի հետ։ Ուրեմն գալիս է պահը, երբ պետք է լռենք։ Աստված գիտի, թե ինչքան կտևի այդ լռությունը։ Ինչ եք կարծում, կամ համաձայնվենք արդյոք ասուն 10 րոպե տրամադրել։ Շատ եկեղեցիներ կարծում են, որ 10 րոպե լուռ մնալն ինչ որ բան կխախտի։ Չեմ ասում, որ այն պետք է տևի հենց 10 րոպե, բայց հավատում եմ, որ Աստված է որոշում այդ տևողությունը։ Եվ այդ դիրքում է, որ մենք լսում ենք Աստծո ձայնը։ Գրեթե ամեն օր ես եւ Ռութը հատուկ ժամանակ ենք տրամադրում Աստծուն փառաբանելու եւ նրան երկրպագելու համար։ Ռութը մեր փառաբանության առաջնորդն է, քանի որ ես լավ ձայն չունեմ։ Եվ բազում անգամներ, երբ հասել ենք երկրպագության, եւ մեր հոգիները լռել են Աստծո առաջ, նա խոսել է մեզ հետ։ Մենք Աստծուց խոսք ենք ստացել, զգուշացում, քաջալերանք։ Ես այնքան զգուշ եմ մարգարեական խոսքի նկատմամբ։ Պարտադիր չէ, որ այդպես հավատամ, պարզապես երբ այն բխում է երկրպագությունից եւ համապատասխանում է այդ մթնոլորտին, ես միշտ պատրաստ եմ ընդունել, որ Աստված է խոսում իր ժողովրդի հետ։ Բայց եթե մենք երբեք չենք գալիս նրա առաջ երկրպագությամբ, իրականում երբեք Աստծուն հնարավորություն չենք տալիս խոսելու մեզ հետ։ Այսպիսով պարզապես ուշադրություն դարձրեք այս զարգացմանը, բարձրաձայն, հաղթական, ուրախ փառաբանություն, որը մեզ տանում է Աստծո ներկայության մեջ։ Մենք նրան փառաբանում ենք փաստացի պատճառների համար, եւ մտնելով նրա ներկայության մեջ, մեր խոսքերը փոխվում են դիրքի։ Դիրք, որը հարիր է ամենակարող Աստծո ներկայությանը։ Եվ այդ դիրքից բխած գործողության ժամանակ է, որ բացվում է մեր սիրտը նրա ձայնը լսելու համար։ Այժմ եկեք նոր կտակարանից դիտարկենք Հիսուսի խոսքերը, որոնք վերաբերում են երկրպագությանը։ Հովհաննեսի 4 գլուխ շատ ծանոթ հատված է Աստվածաշունչ ընթերցողների համար։ Հովհաննես 4 գլուխ։ Հակոբի ջրհորի մոտ Հիսուսը խոսում է սամարացի կնոջ հետ, նա 23-րդ խոսքում ասում է. «Եվ ժամանակը կգա, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտությունով կերկրպագեն Հորը, որովհետեւ Հայրն էլ այսպես է ուզում իր երկրպագողներին»։ Անգլերենում այսպիսի երկրպագողներ է փնտրում։ Հիանալի խոսք է, այնպես չէ, ամենակարող Աստված երկրպագողներ է փնտրում, բայց մենք նրան պետք է երկրպագենք ըստ նրա չափանիշների հոգով եւ ճշմարտությամբ։ Եվ ապա Հիսուսը հաջորդ համարում շարունակում է. Աստված հոգի է եւ նրան երկրպագողները պետք է հոգով եւ ճշմարտությամբ երկրպագեն։ Այսպիսով հավատում եմ, որ երկրպագության ժամանակ է, որ մեր հոգին հարաբերվում է Աստծո հոգու հետ։ Համաձայն Աստվածաշնչի մարդ արարածը բաղկացած է 3 տարրերից հոգի, շունչ եւ մարմին։ Կարծում եմ, որ մեր շունչը շատ ակտիվ է փառաբանելու եւ գոհանալու մեջ, բայց
Երբ մտնում ենք երկրպագության մեջ, արդեն մեր հոգու գործն է նրա հոգու հետ հաղորդակցվելը։ Եվ մենք պետք է նրան հոգով և ճշմարտությունով երկրպագենք։ Առանց Սուրբ Հոգու մենք չենք կարող երկրպագել նրան։ Կարծում եմ շատերս կվկայեն, որ Սուրբ Հոգու լեցունությունը փոխում է մեր երկրպագությունը։ Նոր չափման մեջ ենք հայտնվում։ Իհարկե, այն մեզ կատարյալ չի դարձնում, սակայն մի կարևոր բան է արձակում մեր մեջ, որը ի վիճակի է դարձնում գնահատել իրական երկրպագությունը։ Բայց նաև նշված է, որ պետք է ճշմարտությունով պաշտենք։ Հավատում եմ, որ այստեղ խոսվում է անկեղծության մասին։ Ես իրոք հավատում եմ, որ շատ կարևոր է սովորել անկեղծ լինել մեր երկրպագության մեջ։ Ուղղակի մի պահ պատկերացրեք, ես ուզում եմ մի օրինակ բերել Ղևտացիների գրքից։ Ղևտացիների գիրքը 5 կտակարանի գրքերից է, որը քահանայական ծեսերի և զոհաբերությունների մասին է։ Իսկ ո՞րն է նոր կտակարանի Ղևտացիների գիրքը։ Եբրայեցիս գիրքը, ճիշտ է։ Զոհաբերության հետ կապված Տերն ասում է, թե ինչը պետք է զոհաբերենք և ինչը ոչ։ Առաջին և երկրորդ խոսքերում նա պահանջում է, որ յուրաքանչյուր զոհի ժամանակ անուշահոտությամբ պատարագ մատուցենք։ Եկեք կարդանք այն։ Ղևտացիների 2-րդ գլխի առաջին 2 խոսքերում։ Եվ երբ որ մեկ անձ հացի նվեր պատարագ մատուցանելու լինի Եհովային, նրա պատարագը բարակ ալյուրից լինի և նրա վրա յուղ թափի։ Սա Սուրբ Հոգու խորհուրդն ունի։ Եվ կնդրուկ դնի նրա վրա, եւ Ահարոնի որդկանցը քահանաների մոտ բերի նրան, եւ քահանան նրանից իր բուռը լիքը նրա բարակ ալյուրից եւ յուղից առնի բոլոր կնդրուկի հետ մեկտեղ, եւ քահանան նրա հիշատակի համար սեղանի վրա այրի Եհովայի անուշահոտ պատարագ լինելու համար։ Հիմա զոհի մեջ տարբեր բաներ էր մտնում՝ ալյուր եւ յուղ, եւ դրանց միայն մի մասն էր այրվում։ Իսկ կնդրուկն ամբողջությամբ էր այրվում։ Կնդրուկը 5 կտակարանում երկրպագություն մատուցելու մի ձև էր։ Եվ մեր զոհաբերությունն առ Աստված ծառայում է նաև Աստծո ծառաներին, քահանաներին։ Բայց մեր զոհաբերության մեջ կա մի մասնիկ, որը ոչ ոքին չի պատկանում, այլ միայն Աստծուն։ Դա կնդրուկն է, երկրպագությունը։ Ինչքան կարևոր է հիշել, որ մեր երկրպագությունն ուղղված է ոչ թե մարդկանց, այլ միայն մեկին՝ Տիրոջը։ Կնդրուկը հոտավետ խեժ է, որ ստանում են ծառերից։ Եվ երբ այն այրում են, հիանալի հոտ է արձակում։ Իրականում այն գեղեցիկ տեսք չունի, բայց ունի հիանալի բույր։ Ահա թե ինչ է ուզում Աստված մեզանից։ Ահա թե ինչ է դառնում Աստծուն ուղղված մեր երկրպագությունը, սքանչելի, անուշաբույր մի հոտ, որը բարձրանում է առ Աստված։ Մեկ ուրիշ կողմից զոհի մեջ կա մի բաժին, որ չպետք է Աստծուն մատուցվի։ Եթե նայեք նույն գլխի 11-րդ խոսքը, այսպես է ասում. ոչ մի հացի նվեր, որ դուք Եհովային մատուցանեք, խմորյալ չշինվի, որովհետև ոչ խմոր եւ ոչ մեղր պիտի իբրև պատարագ ճայրեք Եհովայի համար։ Մեղրը մինչ այրելը քաղցր է եւ համեղ, բայց երբ այն այրվում է, վերածվում է սև կպչուն զանգվածի։ Եվ այն, ինչ Տերն ասում է, հետևյալն է. ինձ մի մատուցեք այնպիսի երկրպագություն, որը կրակին չի դիմանա։ Ինձ կնդրուկ մատուցեք, որ ինչքան կրակը թեժանա, այնքան անուշահոտ բույր տարածվի։ Եվ մի մատուցեք այնպիսի երկրպագություն, որը կրակով անցնելիս կդառնա սև եւ կպչուն զանգված։ Խորեք այս մասին։ Ինքներդ ձեզ հարցրեք, արդյոք ես մեղր եմ դնում իմ աղոթներում, թե կնդրուկ։ Արդյոք Աստծուն ասում եմ բաներ, որոնցով չեմ ապրում, թե աղոթում եմ հոգով և ճշմարտությունով։ Եվ վերջին պատկերավոր համարը երկրպագության մասին գտնվում է առաջին Կորինթացիս 6-րդ գլխում, 16 և 17-րդ խոսքերը։
verse 16 and 17. Now this is a Սա very այնքան frank անկեղծ է, որքան Աստվածաշունչն amբողջությամբ։ And Paul says, "Do you Պողոսն not ասում know է, that կամ he թե who joined չգիտեք, to որ նա, our որ heart պոռնիկին prostitutes հարում է, one մեկ body, մարմին է նրա հետ, եւ որովհետեւ երկուսն ասում է, մեկ մարմին կլինեն։ Եվ նա, որ Տիրոջն է հարում, մեկ հոգի է նրա հետ։ Մենք պետք է անկեղծ լինենք եւ տեսնենք հակադրությունը։ Առաջին օրինակը ֆիզիկականին է վերաբերում, սեռական եւ անբարոյական միություն։ Եվ ճիշտ դրա կողքին Պողոսը խոսում է հակառակ իրականության, Տիրոջ հետ հոգով մեկանալու մասին։ Այլ կերպ ասած, երկու տեսակի միություն կա՝ ֆիզիկական եւ հոգեվոր։ Ինչ է երկրպագությունը։ Այն միակ ուղին է, որ մեր հոգին կարող է միանալ Աստծուն։ Եվ այդ միությունից նոր ծնունդ է լինում։ Եվ երկրպագությունն է, որ մեզ հոգևորապես պտղաբեր է դարձնում։ Տեսնում եք, երբ մտածում եք երկրպագության մասին, մի պահ խորհեք Աստծո հետ մեկ հոգի դառնալու մասին։ Եթե ցանկանում եք ավելի մանրամասն ծանոթանալ Դերեկ Պրինսի հայրեն ուսուցումներին, գրքերին եւ վիդեո պատգամներին, կարող եք այցելել մեր Facebook-յան էջ, ինչպես նաեւ դիտել վիդեո ուսուցումները Դերեկ Պրինսի ծառայության YouTube-յան էջում։